Ժամը լրատվականի խմբագրությունը տեղեկությունների ստուգման և փաստերի ճշգրտման ծրագրի շրջանակում իրականացվող նախագծով յուրաքանչյուր երկուշաբթի քննարկում է, թե անցած օրերին լրագրողներն ինչպես են ստուգել իրենց ձեռք բերած տեղեկությունները, նախքան հրապարակելը։ Հանդիպման ժամանակ Լիաննա Ներսիսյանը ներկայացրեց Սյունիքի մարզում վտանգավոր թափոնների, պոչ ամբարների առատությամբ պայմանավորված հիվանդությունների տոկոսային բարձրացման վերաբերյալ պատրաստված մարզային տեսանյութը։ Ռեպորտաժում, որը պատմում էր բնակիչների վատառողջության մասին, կային չհիմնավորված պնդումներ։ Ինֆորմացիայի հիմնական և միակ աղբյուրը Կապանի բնակիչներն են։ Տեսանյութը եթեր չէր հեռարձակվել, քանի որ մարզի լրագրողը չէր կարողացել գտնել բնակիչների և մասնագետների կարծիքները հաստատող կամ ժխտող մեկնաբանություններ, հետազոտություններ կամ վիճակագրական տվյալներ։ Շատ սովորական պարզ բան է, որ տանում է լաբորատորիա ճշտելու մի փոքր օրինակ կաթից կամ մսից կամ ձկից։ Դժվար չէ էլի ինձ թվում է այդ անելը։ Ըստ բանախոսի մարզային նորություններում չստուգված տեղեկությամբ տեսանյութեր հրապարակելը տարածված է։ Հանդիպման երկրորդ մասում զեկուցող Վարդան Գալստյանը ներկայացրեց փաստերի ստուգման և ճշգրտման միջազգային փորձը։ Ինչու է կարևոր ստուգել փաստերը, երկու վստահելի աղբյուրի կանոնը, ում կարող է վստահել լրագրողը, շահագրգիռ կողմերը ինչպես են ազդել լրատվության վրա և որոնք են համարվում վստահելի աղբյուրներ։ Խմբի ղեկավար Գնել Նալբանդյանը հավելեց. Եթե կասկածելի ինչ-որ մի բան կա, բնականաբար հրաժարվում է։ Եթե որ է կասկածելի բան կա։ Իսկ եթե վստահության աստիճանը բավականաչափ բարձր է, մենք կարող ենք այդ ռիսկ անել եւ Որպես կանոն լրագրողը պետք է թերհավատորեն մոտենա յուրաքանչյուր տեղեկությանը, փորձի ճշտել տարբեր աղբյուրներով, չկորցնի լրագրողական զգոնությունը։ Վերջում Արտակ Ալեքսանյանը առաջարկեց օրինակների հիման վրա մշակել քայլեր, թե ինչպես կարող է լրագրողը ստուգել և ճշգրտել ինֆորմացիան մինչև եթեր հեռարձակելը։ Տաթևիկ Բաղդասարյանն էլ հավելեց, որ ցանկացած ինֆորմացիա նյութում զետեղելուց առաջ հարկավոր է ունենալ նվազագույնը երկու աղբյուրի հավաստում։